ապօրինության չափը նայենք։ Սահմանադրությունը մայր օրենքն է։ Բոլոր իրավական ակտերը դրանք ածանցվում են մայր օրենքից։ Մայր օրենքում շատ հստակ նշված է եկեղեցու հոգևոր իշխանության եւ աշխարհիկ իշխանության անջատված է։ Եկեղեցու ներքին կանոնակարգային գործունեությունը պետությունը իրավասու չի ոչ վերահսկել, ոչ կանոնակարգել, ոչ պարտադրել։ Խառնվել եմ այդպես մի քիչ կենցաղային խոսակցություն է, ես կոնկրետ գործողությունները ասի իրավունքը չկա դրա։ Հիմա պարզվում է, որ թեմի առաջնորդի հետ կապված, որին կարգալույց է արվել Վեհափար Հայրապետը եւ հոգեվորականներ, ժողովը, աշխարհիկ իշխանությունը ասում է, չէ, դա սխալ է, մենք գտնում ենք, որ դա սխալ է։ Եվ ինքը պետք է թեմի առաջնորդ մնա։ Եվ քանի որ դուք խոչընդոտում եք, որ ինքը մնա թեմի առաջնորդ, հետաբար ձեզ դատանի որոշմանը խոչընդոտելուն քրեական հոդվածով ձեզ մեղադրյալ են կարգում։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում միայն այս դրվագը բավարար է գնահատելու համար, որ հաստատվել է ավտորիտար ռեժիմ։ 1. Երկրորդ, իրավունքների պաշտպանության միջազգային բոլոր կառույցները առ-ոչինչ են հայաստանյան իրականության հետ առնչվող։ Այսինքն, մարդու իրավունքների, հավատի, խղճի ազատության հետ կապված այդ կառույցները միջազգային, հիմնականում եվրոպական, որևիցե կեցվածք այս առումով կեցված չեն դրսևորել, բացի քրիստոնեական մի քանի ուղղությունների որոշ ներկայացուցիչների, ամենաբարձր մակարդակով անգամ չի եղել Հռոմի Պապի հետ կապված, հա, Վատիկանը կեցված չի դրսևորել պաշտոնապես, այլ եկեղեցիներ եւս պաշտոնապես կեցված չեն դրսևորել։ Առանցին անհատների բարձրացան, դա ես կարծում եմ իրենց անձնականն է, եթե պաշտոնական, սովորաբար հայտարարություն արում պաշտոնական կառույցի կողմից։ Հիմա սա արձանագրում ենք որպես իրողություն։ Սա իրավական տեսանկյունից ապօրինությունը կամ օրենքի խախտումը, ինչ արնում է Փաշինյանը։ Հիմա գանք հոգևոր տեսանկյունից։ Հոգևոր տեսանկյունից Վեհափար Հայրապետը համարվում է մեր եկեղեցու հոգևոր առաջնորդը, մեր եկեղեցու գլուխը, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսն է, իր մարմինն է եկեղեցին։ Վեհափար Հայրապետը ընտրվում է աշխարհականների կողմից եւ հոգեվորականների կողմից։ Մեր եկեղեցին այդ առումով ամենաժողովրդավար եկեղեցին է ուղղափառ աշխարհում, իդեպ ասեմ ձեզ, որտեղ 2/3 աշխարհականների ներկայացուցիչներն են։ Այո։ Ընտրությանը մասնակցում 1/3 հոգեվորականները։ Եվ որից հետո Վեհափար Հայրապետը դառնում է օծյալ, Աստծո օծյալ եւ Աստծո որոշումը օծյալ Վեհափար Հայրապետի փոփոխման, քննարկման ենթակա չէ։ Սա ես կրոնական եւ հոգեվոր տեսանկյունից եմ ասում, այսինքն վերջակետ այստեղ դրում։ Նրանք, ովքեր որ փորձ անում են եւ իրենց նախընտրական ծրագրերում անգամ 4 կետանոց ճանապարհային քարտեզ կար Վեհափար Հայրապետին իշխանությունից հեռացնելու, նոր ընտրություններ, նոր կանոնադրություն, հա, տեղապահ եւ այլն, իրենք ձեռնոց են նետել Աստծուն։ Աստծո օծյալի դեմ սուր են բարձրացնում։ Եվ ներկայանում են որպես քրիստոնյաներ, մեր եկեղեցու զավակներ, մեր եկեղեցու հավատավորներ։ Սա իհարկե կեղծիք է։ Ես իրականում կարող եմ ասել, որ ների հետևորդները պատերազմում են Աստծո օծյալի եւ եկեղեցու, մեր եկեղեցու նվիրյալ եւ հավատավոր զավակների դեմ։ Այսօր այդ պատերազմն է գնում։ Սա հոգեոր տեսանկյունից։ Իսկ եթե մի փոքր ավելի վերև բարձրանանք, կա արդյոք պատվիրատու կամ շահառու այս գործընթացին Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, վստահաբար կա։ Եվ այդ շահառուները, ընդ որում մի շահառու չի, այդ շահառուները ուղղակիորեն մտնում են այն տրամաբանության մեջ, որ այսօր Ռուսաստանի Դաշնությունը պատերազմում է հավաքական արևմուտքի, Միացյալ Նահանգները որոշակի առումով հետ քայլ է արել, որոշակի առումով հավաքական արևմուտքի դեմ, եւ այդ պատերազմը միայն պետական ինստիտուտներով չի արվում, բանակ, հատուկ ծառայություններ, այո, տնտեսությունը սպասարկող նախարարություններ, արվում է նաեւ հոգեվոր դաշտով, եկեղեցիներով։ Դրա լավագույն օրինակը Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին մասնատելը եւ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքի իշխանության ներքո մտցնելն է։
Այսինքն թիրախը եթե ուշադրություն եք դարձնում ուղղափառ եկեղեցիներ, հավաքական ուղղափառ եկեղեցին, մեր եկեղեցին ամենահին ուղղափառ եկեղեցիներից մեկն է, եթե ոչ ամենահինը, այսպես ասենք։ Եվ թիրախը այստեղ ուղղափառ աշխարհինն է ուղված։ Այդ թվում նաև մեր եկեղեցուն։ Ասեմ ձեզ Վրաստանում իդեպ հետաքրքիր գործընթաց է որոշ հոգևորականների կողմից նախապատրաստում, որտեղ վրաց ուղղափառ եկեղեցին եւս փորձում են Կոստանդնապոլսի տիեզերական պատրիարքի իշխանության ներքո մտցնել, որը Թուրքիայի քաղաքացի է, ազգությամբ հույն է, Թուրքիայի արտաքին հետախուզության նախկին սպա է եղել եւ այդպես շարունակ։ Եվ բնականաբար արևմուտքի, շահերը սպասարկող անձ է։ Սույն տիեզերական պատրիարքը։ Եվ մեր եկեղեցու դեմ, մեր վեհափառ հայրապետի դեմ պայքարը, եթե ուզում ենք իրապես գնահատել, թե ովքեր են մեր հակառակորդներն ու թշնամիները։ Փաշինյան Նիկոլ շատ ավելի ներքևի հարթության վրա է, իդեպ ասեմ ձեզ։ Ավելի բարձր հարթություն կա, իսկ այդ բարձր հարթությունը, նորից եմ ասում, ուղղափառ աշխարհի դեմ պատերազմող հավաքական արևմուտքն է, որի կարևորագույն սյուներից մեկը ուղղափառ աշխարհի մեր եկեղեցին է։ Այդ դրաման էլ այդ պատերազմը գնում է։ Եվ դատական գործընթացին եկեղեցու հավատավոր զավակները, քրիստոնյաները, մեր ժողովուրդը որոշակի առումով պատրաստակամ է եւ հայտարարություններ արվել է, որ մասնակցելու են դատական process-ին, որի աբսուրդը գիտեք ինչու՞ է նաեւ կանում, որ մեղադրյալ է կարգվում անձ, որի իրավունքը որպես մեղադրյալ իշխանությունները չունեն կարգելու։ Այսինքն, եթե ավելի մի քիչ ժարգոնային բառամթերքով ասեմ, Հայաստանում բեսպրիձելը, այսինքն իշխանություն ներկայացուցիչը ինչ ուզում անում է, որտեղ իրեն ասել են արա, եւ կապ չունի դու ինչ օրենք ես խախտում, սահմանություն ես խախտում, այդ խիստ երկրորդական է, դատավորը բանը հակասահմանադրական եւ հակաիրավական որոշում ներկայացնում է, խիստ երկրորդական է։ Խնդիրը կոնկրետ վեհափառ հայրապետին հեռացնելն է իշխանությունից։ Հիմա մեր ժողովուրդը քաղաքական ընդդիմությունն էլ իր կեցվածքը պետք է դրսևորի եւ մեր եկեղեցու հավատավոր եւ նվիրած զավակները պետք է դրսևորեն եւ պայքարը կարծում եմ այստեղ բավականին թեժ է լինելու, որտեղ քաղաքական չի, կուսակցական չի պայքարը, այո։ Սա վերաբերում է իհարկե շատ ճիշտ է, ազգային է եւ վերաբերում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, մեր եկեղեցու զավակներին, այլև համայն հայությանը եւ շատ թեմեր դրսի, որոնք Անտիլիասի, իշխանության ներքո այդ թեմերը եւս հայտարարություններով, կեցվածք են դրսևորել եւ տեսնենք դատական գործընթացը ինչ զարգացումներ կունենա։